Բարի առավոտ մեզ նոր միացած հեռուստադիտողներին, արդեն մեր տաղավարում է մեր երրորդ հյուրը, հանուն հայկականի խմբի հիմնադիր, համակարգող, մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցիչ, ով նաև մեդիագրագիտություն է դասավանդում, Ֆլորա Վարդանյանը։ Բարի կեսօր Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ, ուրախ եմ հյուրընկալել ձեր մոտ։ Ինչպես եք սկսել ձեր առավոտը, մինչ այստեղ գալը։ Պատրաստում էի գալուն։ Լուսավորենք այսպես ասած մեր այն հեռուստադիտողներին, ովքեր խմբի մասին չգիտեն, երբ է հիմնադրվել հանուն հայկականի խումբը եւ ո՞րն է գործունեության նպատակը։ Խումբը հիմնադրվել է առավել քան 7 տարի առաջ։ Խմբի գործունեության նպատակը հայկականի հետ առնչվելն է, հայկականի մասին խոսելն է, լինի դա հայկական նախշեր, զարդանախշեր, թե արտադրանք, իսկ եւ հայ արտադրողը նպատակներից մեկն էլ այն է, որ հայ արտադրողները ունենան միասնական, այսպես ասած, հարթակ, օնլայն տիրույթ, որտեղ կարող են ներկայացնել իրենց արտադրանքը եւ գնորդներն էլ կարողանան կապ պահել արտադրողի հետ եւ իրենց հարցերը հղել, իրենց գոհունակությունը եւ ինչու՞ չէ նաեւ դժգոհությունը կարողանան հայտնել եւ ստանալ այդ պատասխանները։ Ձեր գործունեությունը սկսել եւ շարունակում եք Facebook-յան հարթակով, եկեք հասկանանք սկզբում ինչի համար խումբ, այլ ոչ թե էջ եւ ինչու Facebook-ում։ Այո, շատ բարի։ Ուրեմն 7-8 տարի առաջ Facebook-ը հայկական այդ տիրույթում, ամենաակտիվ սոցիալական ցանցերից էր եւ հիմա էլ տեն շարունակում է մնալ, թեպետ երիտասարդությունը ավելի շատ TikTok-ի եւ Instagram-ի բանում է, հարթակում է, իրեն ավելի երևի հարմարավետ զգում, ավելի փոքր տարիքի օգտատերերը, իսկ այն ժամանակ Facebook ամենամեծ ծածկույթ ունեցող հարթակն էր բանում մեր հանրապետությունում եւ Facebook-ում, որովհետեւ նախ այդ պատճառով եւ ինչու խումբ եւ ոչ թե էջ, որովհետեւ նայեք էջը դա մեկ կամ մի քանի հոգու կողմից կառավարվող մաս է, որտեղ որ գրառումները անում են ադմինները, իսկ մյուսները կամ գրառման տակ մեկնաբանություններ են թողնում կամ ընթերցողի դերում են հանդես գալիս, իսկ խումբը ավելի տենց բոլորով մասնակցային, ավելի մասնակցային է եւ խմբում բոլորը կարող են գրառումներ անել, այսինքն եթե դու ունես հարց, ինքդ կարող ես հղել առանց դիմելու ինչ-որ մեկին, որ դա հրապարակի, եւ եթե դու ունես արտադրանք, ինքդ կարող ես ներկայացնել առանց էլի դիմելու, առանց միջնորդավորման, միայն թե բնականաբար այդ ամեն ինչը պետք է ադմինների կողմից հաստատվի, որպեսզի ամեն բան ճակերտներով ասած եթեր չմտնի։ Շատ լավ, ձեր խոսքում նշեցիք, որ ներկայումս գուցե երիտասարդությունը առաջնահերթություն է տալիս այլ սոցիալական հարթակների, այդ մասով մտածել եք, օրինակ հարթակը գործունեությունը հարթակի ուղեք նաև TikTok ցանցի վրա կամ մեկ այլ, որտեղ որ ակտիվությունը ավելի շատ է, թե ձեր թիրախը գուցե երիտասարդները չեն, գուցե այն հատվածը չի, որոնք ակտիվ օգտվում են TikTok-ից, Instagram-ից եւ այլ սոցիալական հարթակներից։ Նայեք, մենք ունենք նորաթուխ խումբ նաև LinkedIn-ում, որովհետև LinkedIn-ը եւս թույլ է տալիս ունենալ խմբի ֆորմատը, բացի էջերից, նաև խմբի ֆորմատ է թույլ տալիս, որը նույնպես կարող է Facebook-ի նման լինել մասնակցային, խմբակիցների կողմից, սակայն դա շատ նոր է եւ այդտեղ մեծ գործունեություն դեռ չենք ծավալում, ինքը որպես տենց պահուստային, այսպես ասած, իսկ այլընտրանքային, իսկ TikTok-ը, Instagram-ը դուք էլ գիտեք, որ դա մի հոգու թատրոն է, այսինքն մեկ մարդ է կատարում գրառում եւ ցանկացած մեկը չի կարող այդտեղ կատարի գրառում, այսինքն դա ավելի շատ անհատի դրսևորման վայր է եւ ոչ թե մարդկանց շատ թվով մարդկանց դրսևորման վայր է, թեպետ ինքը Սիմանով ունեմ բանում TikTok-ում օգտահաշիվ, որտեղ որ երբ հայկականի մասին, հայկական արտադրանքի մասին կամ լինի նախշերի մասին, չգիտեմ, հայկականին առնչվող ինչ-որ բանի մասին, երբ որ առիթ է լինում փոքր վիդեոներ նկարելու, անպայման տեղադրում եմ նաև այդտեղ, ինչի համար, որ երիտասարդությունը եւս հաղորդ լինի այդ ամենին, դե այնքանով որքանով որ հետաքրքրված է։ Շատ լավ, նորից անդրադառնանք ուրեմն Facebook-յան հարթակին, քանի հոգի կա ներառված խմբում, ինչպիսի դիտելիություն կա, որպես ցուցանիշ, եթե ունեք այդպիսին։
Հա, իհարկե ունենք։ Ուրեմն հիմա 52000 օգտատեր կա խմբում, իսկ ակտիվությունը խմբի մի քանի օր առաջ եմ նայել 28 օրվա, այսինքն 4 շաբաթվա, հա, ակտիվությամբ շուրջ 600,000 ներգրավվածություն ուներ։ Բավականին բարձր դիտելիություն է այդ հարթակի համար, ո՞րն է այդ բարձր դիտելիության պատճառը։ Նայեք, դիտելիության պատճառներից մեկը այն է, որ մենք խմբում հաճախ կազմակերպում ենք թեմատիկ օրեր, այսինքն խումբը, որ ոչ միայն արտադրողը կարողանա մասնակիցը լինել, հա, եւ ոչ միայն այն մարդը, ում առհասարակ ինչ որ բան է հետաքրքրում գնելու, ձեռք բերելու, նվիրելու համար, այլ փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս շատ մարդ ներգրավի ու հնարավորինս շատ հետաքրքրությունների հետ առնչվենք, սակայն չկորցնելով բուն նպատակը ու վերջերս վերջին թեմատիկ օրերը, որը հայտարարված էր, դրանք հինը խորագրով օրեր էին, որտեղ պետք էր անել գրառումներ տան հին իրերից մեկը ներկայացնելով, նու ենթադրվում էր, որ այդ հին իրը պետք է առնչվի, հա, հայկականի հետ, բայց կային գրառումներ, որտեղ իրանց տան ամենահին իրը չէր առնչվում հայկականի հետ, սակայն շատ հետաքրքիր էր ինքնին, եւ բազմաթիվ մարդիկ մասնակցեցին, գրառումներից որոշները շուրջ 1000 հավանումների հասան, դիտումների թիվը 20000 եւ ավելի, հենց դրանով էլ պայմանավորված հետաքրքրություն է առաջանում, կարդում են, իմանում են, ծանոթանում են, հավանում են, կիսվում են ու այդպես ներգրավվածությունը մեծանում է։ Այդ շարքից շատ հետաքրքիր բան պատմեմ, հա, այդ հինը շարքից, որ ամենաշատ հավանվածների թվում է, դա բրոշ է, Շուշիում պատրաստված ոսկյա զարդ է, որը տատիկից է նվեր ստացել օգտատերը ու երբ ինքը տեղադրեց, թանգարանի աշխատակիցներ ունենք խմբում, ովքեր sense մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին եւ անմիջապես արձագանքեցին, ասեցին, այ այդ բրոշի իր տեսքից դատելով պետք է ունենա նաեւ այդ կրծքազարդը, հա, պետք է ունենա նաեւ հեղինակ, միգուցե դարձերեսին նայեք հեղինակի այդ կնիքը նայեցին եւ մի քանի ժամվա ընթացքում նույնիսկ արդեն բանին, հա, այդ վարպետի անունը գտան, բացահայտեցին ու շատ հետաքրքիր, որովհետեւ մարդը ներկայացնում էր իր ամենահին զարդը, բայց ըստ էության իմացավ նաեւ իր զարդի հեղինակի պատմությունը, իմացանք նաեւ, որ վարպետները ունեցել են անհատական կնիքներ ու ոչ բոլոր վարպետներն են, որ ունեցել են, հա, այդ ոսկեգործները ասենք, հա, զարդագործները, այլ իրական վարպետները, կոչումով վարպետներն են, որ ունեցել են իրենց անհատական կնիքները, այսինքն այս մասով խումբը նաեւ ուսուցողական է, իսկ ցանկացած ուսուցողական բան ուսման տենչող մարդու համար, հա, նորը սովորելու մարդու համար ինքնին հետաքրքիր է ու նա փորձում է իր հերթին վարակիչ սարքել, կիսվում է, այդպես տարածվում է։ Բավական հետաքրքիր կերպով եք խումբը վարում, կարելի է ասել, այսինքն զուտ չոր խումբ վարելուց զատ հետաքրքրություն եք մտցնում առօրյային մարդկանց, ովքեր խմբի անդամ են, հրաշալի է նաև այդ բրոշի պատմություններ հետաքրքիր, իսկ կան ինչ-որ առանձին ոլորտներ, հա, որ կոնկրետ այդ ոլորտներն են ներկայացվում խմբում հայկական արտադրանքի մասով, թե խումբը բոլոր տեսակի հայկական արտադրանքի համար է բաց։ Խումբը բաց է բոլոր տեսակի հայկական արտադրանքի համար, ցանկացած արտադրող կարող է ներկայացնել իր հայկական արտադրանքը, նշելով բնականաբար գինը, որ տակը չգրեն պլյուսներ, բան, գինը կասեք, բան, դրանից զերծ մնալով եւ վերջիվերջո ես գտնում եմ, որ գինը դա գաղտնիք չէ եւ գինը նշելով շատ ավելի գնորդը շատ ավելի շուտ կգնա, հա, այդ գնման process-ին, քան որ դու իրան մի հատ ասես արի իմ բանում էջում հարցրու, մի հատ էս հեռախոսը համարով զանգի, չէ։ Պլյուս դրեք, հա, չգիտեմ ինչ արեք եւ վերջիվերջո դա հարգանք է հաճախորդի նկատմամբ, այսինքն ամբողջական ինֆորմացիա տրամադրելը դա հարգանք է հաճախորդի նկատմամբ, հաճախորդի ժամանակի նկատմամբ, իր ժամանակը ինչպես գիտենք ամենաթանկ բանն է ու պետք է այն ճիշտ օգտագործել։ Այո, եւ արդի մարքեթինգի ձևերն էլ են փոխվել, երբ մտնում ենք սովորական խանութ նույնիսկ, արկա խանութ այսպես ասած, այնտեղ բնականաբար գինը մենք տեսնում ենք միանգամից, դրա համար այդ առումով էլ հեշտացրել եք այն մարդկանց գործը, ովքեր հետաքրքրված կլինեն տվյալ արտադրատեսակով։ Հետաքրքիր բաներ պատմեցիք, դրական բաներ պատմեցիք, նույն այդ բրոշի պատմությունը, իսկ կան ինչ որ այսպես ասած ոչ թե վատ, այլ ինչ որտեղ բացասական, ինչ որտեղ դժգոհությունների ավելի շատ թեմաներ խմբի հետ կապված։
Դե բնականաբար, որտեղ այդքան մարդ կա, այդքան թեմայի արծարծվում, կլինի նաև դժգոհություն, լինում են դժգոհություններ, դժգոհություններից հատկապես ուզում եմ ընդգծել այս մասը, որ երբ որ ինչ-որ մի հատ հայկական արտադրանք են դնում, ենթադրենք վերցնենք հագուստ, հա, գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, իսկ բանը կոճակը ինչական է։ Եթե ես գիտեմ չինական կայքում եմ տեսել, ասենք, ուրեմն կոճակը չինական է, բա եթե չինական է, այդ արտադրանքը ոնց է կոչում հայկական, այս մասով միշտ բան ենք անում, հա, հակադարձում ենք, փորձում ենք այսպես բան անել, վիճակը կայունացնել, հա, չդառնա բան թեժ վեճ, ու ոչ միայն դրա համար, այլ նաև նրա համար, որ արտադրանքը, հայկական արտադրանքը եւս, ինձ թվում է ցանկացած մեկը մեզնից ուզում է տեսնել որպես որակի չափանիշ եւ ոչ թե ամեն մանրուքը հայկական լինելու չափանիշ։ Եթե արտադրանքը մոդելավորվում է, վերցնենք հագուստ օրինակ, կամ պայուսակը, դիցուկ կաշվե պայուսակ, մենք հիանալի կաշեգործության բաներ ունենք, հա, վարպետներ ունենք, ովքեր շատ լավ բան են, արտադրանք են տալիս, շատ որակյալ, ինքս էլ ունեմ կաշվե իրեր, որոնք բավականին երկար եմ օգտագործում, ընթացած դեռ օգտագործում եմ, չեմ կարող ասել 10 տարի օգտագործեցի կամ չգիտեմ ինչքան ու վնասվեց, դրանք ընթացքում են, 7 տարուց ավել օգտագործում եմ եւ դեռ օգտագործելի են ու նորմալ տեսքով։ Ուզում եմ ասեմ, որ շատ կարեւոր է ընդգծենք այն մասը, որ այս դետալը վրայի, որ կա այն կնոպկան օրինակ, ոնց է դա, այդ ամրանները որ կան, արդյոք դրանք էլ են հայկական, ոչ, ես կարևորում եմ այս պարագայում ու ուզում եմ, որ բոլորս կարևորենք այն հանգամանքը, որ հայկականը լինի որակի չափանիշ, հայկականը լինի գեղեցկության, հայկականը լինի այնպիսին, որ տեսնես, ցանկանաս կրել, հա, ասես, վայ, այս ապրանքանիշն է, ոչ թե տեսնես վրայի այդ մետաղական դետալը, ինչ ծագում ունի, ուզում եմ միտքը, հա, մտքի իրագործումը լավը լինի ու մատուցման ձևը լավը լինի, չէ՞ որ մենք լիքը հայկական, ոչ հայկական, հա, համաշխարհային բրենդեր կար, եւ դա գնում են որպես հենց այդ բրենդ, չեն ասում, չէ՞, հավանաբար տեսնես այն մեջի այն ճարմանդը որ կա, չգիտեմ ինչը կա, որտեղ է արտադրված, չէ՞, այլ այ հայկականի նկատմամբ էլ ցանկանում եմ, որ նման վերաբերմունք ձևավորվի, այլ չընկնենք թելը ուրեմն հայկական չի, եկեք բամբակ ցանենք, այդ բամբակը մանենք, մի բուր բամբակի մասն է խոսքը, որտեղ մենք երևի մեծ տարածքներ չենք ունենա դրա համար, հետո, չգիտեմ, կտոր անենք, պատրաստենք, դա մի քիչ ավելի մեծ մասշտաբի, հա, արտադրական մասշտաբի, այս մասը չեմ ուզում մտնեմ, զուտ այն մասով, որ այո, դա պիտի լինի որակի չափանիշ, ու մենք պիտի գնենք հայկականը, որովհետև դա որակյալ է, ոչ թե որովհետև այդ վրայի ճարմանդը հայկական չէր։ Այո, ցանկացած ոլորտում էլ բարեբախտաբար, թե դժբախտաբար, բայց մենք ունենք բծախնդիր հանրության մի տոկոս, որը միշտ այդ տեսակ ձեր ասած, ձեր նշած կետերին կարող է, այսպես ասած, կպնել։ Հիմա անդրադառնանք նաև ձեր մասնագիտական ուղղություններին, մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցիչ, ով դասավանդում է նաև մեդիագրագիտություն։ Ոնց եղավ այս անցումը ու այդ ինչ անցում ընդհանրապես։ Հա, ֆիզիկայի ուսուցիչ մասնագիտությամբ դասավանդել եմ մի քանի տարի, անմիջապես բուհա ավարտելուց հետո մանկավարժական համալսարանում եմ դասավանդել Վանաձորի, որից հետո մի ընթացք ֆիզիկա չեմ դասավանդել, բայց պրպտումները, հա, սովորելու առումով տենց շարունակվում էին, ու մեդիագրագիտությունը դե հա, բանի ոչ ֆորմալ կրթական հարթակներում եմ դասավանդում մեդիագրագիտություն, իսկ այ ֆիզիկան, այս մասին ուզում եմ ընդգծել, ֆիզիկան դա իմ տարերքն է, այսպես ասած, հա, դասավանդման տեսանկյունից եւս եւ առիթը բաց չեմ թողնում իմ գիտելիքով կիսվելու։ Հիմա այդ առիթը, որը ներկայացել է, դա սեպտեմբերին Արցախի երեխաները, երբ որ դպրոց գնալու հասնելու այսպես բան չունեին, խնդիր կար, մաթեմի ՀԿԿ, իրանք տենց տարբեր առարկաների գծով ձևավորեցին խմբեր երեխաների, ովքեր ունեն, հա, այս կամ այն առարկան պարապելու կարիք, օնլայնի մասին է խոսքը, եւ ես մեծ սիրով համաձայնեցի ֆիզիկայի դասարաններից մեկը, օնլայն դասարաններից մեկը, ես դասավանդեմ դասարաններից մեկում, այդպես հավաքվեցին երեխաներ, ովքեր որ ունեին դրա կարիքը, սեպտեմբերին մենք աշխատեցինք միասին, երբ իրենք դեռ Արցախում էին, Մարտակերտում հիմնականում, երբ որ հետո եկան Հայաստան,
արդեն ոնց որ սովորել էինք ես իրանք ինձ ու շարունակեցինք աշխատել միասին։ Հիմա իրենք ողջ Հայաստանով են, 3 մարզերում, 3-4 մարզերում են, Էջմիածնի գյուղերում կան, Էջմիածնում կան բուն, հա, նոյեմբերյանում մի խոսքով տարբեր տեղերում են գտնվում եւ մենք շարունակում ենք միասին մեծ հաճույքով աշխատել ու այո, ես սա եւս որակում եմ հանուն հայկականի։ Շատ լավ, շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար, ձեր գործունեության բոլոր ուղղություններում մեծ հաջողություններ եմ մաղթում։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք հանուն հայկականի խմբի հիմնադիր համակարգող Ֆլորա Վարդանյանի հետ։ Ձեզ շատ լավ շաբաթ եմ մաղթում, ինչու՞ չէ նաև խորհուրդ եմ տալիս, որ միանաք հանուն հայկականի խմբի, եթե հայկական արտադրանք եք թողարկում, իսկ եթե ոչ, միանալով կարող եք ծանոթանալ խմբում ներկայացված արտադրատեսակներին, բացի ձեզ լավ շաբաթ մաղթելուց նաև օրվա լավ շարունակություն եմ մաղթում, հիշեցնեմ, որ ձեր համար տաղավարում աշխատում էր Արմինե Թովմասյանը ու մաղթում եմ նաև, որ հայոց սահմանները միշտ խաղաղ լինեն։